Զարմանալի մեթոդ է սա։ Անկեղծ ասած, սա ամենահզոր մեթոդներից է, որ օգտագործել է մրգատու ծառերի բազմացման համար։ Այսօր դա կանենք թզենու վրա, բայց սա նույն կերպ աշխատում է ցանկացած մրգատու ծառի կամ ցանկացած փայտային ճյուղի համար, որ ուզում ես բազմացնել։ Սա կոչվում է մագնո մեթոդ, եւ դա պատահական չէ։ Այն այսպես է կոչվում, որովհետև հին Մակեդոնիայում գյուղացիները օգտագործում էին եղեգի կտորներ, որոնք լցնում էին գեպի ավազով, որպեսզի շատ նման ձևով բազմացնեն կտրոնները, ինչպես այսօր ես քեզ ցույց եմ տալու։ Տարբերությունն այն է, որ այսօր մենք դա կանենք ժամանակակից նյութերով, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա դա կիրառել տանը։ Սա շատ մաքուր, շատ արդյունավետ մեթոդ է, եւ հիմա ես քեզ քայլ առ քայլ ցույց կտամ։ Ուրեմն ուշադիր եղիր, սկսում ենք։ Եվ եթե ինչ-որ բան քեզ համար անհասկանալի է, հարցրու մեկնաբանություններում։ Սովորաբար, երբ մենք անում ենք ավանդական կտրոն, լինի դա պարզ կտրոն, օդային շերտավորում կամ որևէ այլ դասական մեթոդ, վերջում ստանում ենք միայն մեկ բույս։ Բայց այս ձևաչափով մենք հնարավորություն ունենք մեկ ճյուղից ստանալու մի քանի բույս առանց ավելորդ գումար ծախսելու, առանց ավելի շատ ճյուղեր զոհաբերելու եւ առանց բարդությունների։ Նույն ճյուղից կարող ենք ստանալ մի քանի հատված, եւ յուրաքանչյուր հատված վերջում դառնում է անկախ պտղատու բույս։ Մինչ կտրոնը պատրաստելը, նախ պատրաստենք խողովակը։ Այս դեպքում ես օգտագործելու եմ այգում ունեցածս ոռոգման խողովակը։ Կարելի է օգտագործել նաեւ այլ նյութեր, նույնիսկ պոլիէթիլենային խողովակ։ Դա ամենընդունելի է, բայց այս նյութը շատ լավն է, որովհետև ճկուն է եւ շատ ավելի հեշտ է աշխատել դրա հետ։ Այստեղ մենք փորձում ենք փոխարինել եղեգը, որովհետև կան մարդիկ, ովքեր եղեգի հասանելիություն չունեն, բայց խողովակ գրեթե բոլորը կարող են գտնել։ Կգնաս ցանկացած խանութ կամ հաստատ տանը, այգում կամ դաշտում մի կտոր կգտնես։ Ահա թե ինչու ենք օգտագործում ժամանակակից նյութեր, որպեսզի բոլորը կարողանան կրկնել այս մեթոդը։ Խողովակի հաստությունը կարևոր չէ։ Կես դյույմ քառորդ ինչ որում է։ Այսօր մենք դա անելու ենք մոտ 20 սանտիմետր երկարությամբ համեմատաբար փոքր կտորով։ Սկզբում մի կողմը փակում ենք մեկուսից ժապավենով կամ սոսնձվող ժապավենով, մի քանի պտույտ ամուր փաթաթում ենք, որ լավ փակվի։ Հիմա ներսից մի փոքր բամբակ ենք դնում։ Այդ բամբակը պետք է լավ նստի ներքևում կափարիչին կպած։ Կարաս են ներս հրել ձողիկով կամ մատիտով։ Սա շատ պարզ բացատրություն ունի։ Մեզ անհրաժեշտ է ջրահեռացում, բայց այնպես որ ավազը չփախչի։ Ավազը լցնելուց առաջ պատրաստում ենք ջրահեռացումը։ Ներքևի կափարիչի մեջ կենտրոնում մի փոքր անցք ենք անում, հենց այնտեղ, որտեղ բամբակն է։ Հիմա արդեն կարող ենք ավազը լցնել։ Կարող է լինել գետի ավազ, սիլիցիումի ավազ, լվացած ավազ։ Ցանկացած ավազ հարմար է, բայց իդեալականը լվացածն է, որպեսզի խուսափենք բակտերիաներից կամ սնկերից։ Լցնում ենք խողովակը, բայց ոչ մինչև վերևը։ Վերևի մասում մի փոքր բաց թողնում ենք։ Հիմա պատրաստելու ենք ոռոգման ջուրը, 1 լիտր ջուր եւ 1 թեյի գթալ ջրածնի պերօքսիդ, նույնը ինչ դեղատան դարակում ունենք։ Սա արվում է ջուրը ախտահանելու եւ ապագայում սնկային խնդիրներից խուսափելու համար։ Դանդաղ ջրում ենք խողովակը թողնելով, որ ավազը լավ խոնավանա։ Երբ տեսնենք, որ ներքևի անցքից մի քիչ ջուր է սկսում հոսել, կանգ ենք առնում, անհրաժեշտության դեպքում չորացնում ենք ծայլը եւ հիմա արդեն վերևում երկրորդ խցանը պատրաստում ենք։ Այսպիսով մենք արդեն ունենք կատարյալ նմանակում խոնավ ավազով լցված եղեգնու, որը պատրաստ է օգտագործման։ Հիմա խողովակի վերևի մասում երկայնքով կտրում ենք ծայրից ծայր։ Չենք կոտրում են, պարզապես բացում ենք։ Սա անում ենք, որպեսզի կարողանանք տեղադրել կտրոնը։ Հիմա անցնում ենք կտրորին։ Այս դեպքում դա թզենու ճյուղ է, բայց կրկնում եմ, այս մեթոդը հարմար է ցանկացած պտղատու կամ փայտային ճյուղի համար։ Մաքրում ենք կտրոնը, հեռացնում ենք տերևները, եթե կան, եւ թողնում ենք այն լավ մաքրված։ Կտրոնի երկարությունը պետք է համապատասխանի խողովակի երկարությանը։ Հիմա կատարում ենք երկայնական կտրվածք մոտ 3-ից 5 մմ լայնությամբ։ Այդ հատվածում հանում ենք կեղևը, ապա քերում ենք կամբիումը, մինչև փայտը մաքուր մնա։ Սա կարևոր է, որովհետև հենց այդտեղից են արմատները դուրս գալու։ Երբ արդեն մաքուր է, բոլոր վերքերի եւ կտրվածքների վրա քսում ենք ալոե վերա։ Ալոեն խոնավեցնում է, ախտահանում եւ ապահովում բնական ֆիտոհորմոններ։ Այնուհետև այդ հատվածը պատում ենք աղացած դարչինով, որը եւս մեր ալիքի դասական միջոցներից է, որպեսզի կանխենք սնկերը եւ բակտերիաները։ Այս ամենից հետո կտրոնը պատրաստ է։ Հիմա կտրոնը տեղադրում ենք բազմացնող սարքի մեջ, կտրվածքի ամբողջ հատվածը պետք է անմիջական շփման մեջ լինի խոնավ ավազի հետ։ Փակում ենք խողովակը
Եվ կտրոնը լավ սեղմում ներցում, որպեսզի այն չշարժվի, ամրացնում ենք կապով, պլաստիկ կապիչով, պարանով կամ ինչ որ ունես։ Շատ կարևոր է, որ կտրոնը եւ ավազը շփման մեջ լինեն։ Հիմա պատրաստելու ենք շատ պարզ բնական սնկային կանխարգելիչ միջոց։ Վերցնում ենք 1 լիտր ջուր եւ ավելացնում մի պտղունց աղացած դարչին։ Լավ խառնում ենք եւ քամում բարակ կտորով, որպեսզի մնացորդներ չմնան։ Այդ լուծույթը լցնում ենք ցողիչի մեջ եւ դրանով ցողում ենք ամբողջ կտրոնը, խողովակի վերին մասը եւ ցանկացած բաց հատված։ Այս քայլը կարևոր է, որովհետեւ բարձր խոնավության պայմաններում աշխատելիս մենք խուսափում ենք սնկերի առաջացումից եւ զգալիորեն մեծացնում հաջողության հավանականությունը։ Հիմա այն դնում ենք թափանցիկ կամ կիսաթափանցիկ տոպրակի մեջ կամ էլ պլաստիկ տարայի մեջ։ Երկու տարբերակն էլ ճիշտ են։ Եվ այստեղ գալիս է մի կարևոր հատված, որը պետք է հասկանաս։ Սա հաճույքի համար չի արվում։ Կտրոնը, եթե չունի իրեն անհրաժեշտ օդի խոնավությունը, շատ արագ ջրազրկվում է։ Մի քանի օրում այն այլևս կենսունակ չի լինի։ Ահա թե ինչու պարտադիր է ստեղծել ջերմոցային էֆեկտ, լինի դա տոպրակով թե պլաստիկ տարայով։ Սա առաջի կետն է, որտեղ մարդիկ սխալվում են, փորձում են անել առանց ջերմոցի, եւ կտրոնը ջրազրկվում է։ Երկրորդ կետը, որտեղ մարդիկ սխալվում են, դա բնական կանխարգելիչ միջոցը չկիրառելն է։ Մենք ճյուղը դնում ենք շատ բարձր խոնավության պայմաններում, եւ եթե սնկասպան չօգտագործենք, սնկերի առաջացման հավանականությունը կտրուկ աճում է։ Ահա թե ինչու այս երկու քայլերը պարտադիր են, եթե ուզում ես, որ մեթոդը աշխատի։ Երբ ամեն ինչ փակ է, կտրոնը տեղափոխում ենք անուղղակի լույսի տակ, երբեք ուղիղ արևի տակ, որովհետև ջրազրկումը կտրուկ կաճի։ Բացի այդ, խորհուրդ եմ տալիս այս մեթոդը կիրառել նվազող լուսնի ժամանակ։ Շատ փորձառու մարդիկ դաշտում գիտեն, որ նվազող լուսնի ժամանակ հյութը իջնում է եւ արմատավորման գործընթացը շատ ավելի լավ է ընթանում։ Արմատները սովորաբար լինում են ավելի հաստ, ավելի ուժեղ եւ ավելի որակյալ։ Խնամքը շատ պարզ է։ Յուրաքանչյուր 3-4 օրը մեկ բացում ենք տոպրակը կամ տարան եւ ցողում դարչինի բնական սնկասպանով։ Պետք չէ նորից ջրել խողովակը։ Շատ հազվադեպ է, որ ավազը չորանա, չէ՞։ Բացի այդ, ցողելու շնորհիվ խոնավությունը լիովին պահպանվում է։ Կրկին փակում ենք եւ թողնում հանգիստ։ Եվ վերջապես արդեն ունենք արդյունքը։ 6-ից 8 շաբաթ անց կսկսենք տեսնել արմատներ։ Սպիտակ, մաքուր, ուժեղ արմատներ ամբողջ մշակված հատվածի երկայնքով։ Այդ պահին կարող ենք բաժանել կտրոնը, պահպանելով բողբոջները։ Արմատներով յուրաքանչյուր հատված դառնում է նոր թզենու ծառ, եւ սա նույն կերպ գործում է գրեթե ցանկացած պտղատու ծառի համար։ Այս դեպքում, երբ կտրոնը արդեն ամբողջությամբ արմատավորվել է, հիմա այն բաժանելու ենք մասերի։ Օրինակ այստեղ ես այն բաժանելու եմ 3 մասի, համոզվելով, որ յուրաքանչյուրում վերին մասը մնա վերևում, իսկ բողբոջները բաց լինեն։ Հիմա օգտագործում ենք կտրոնի չափին համապատասխան ծաղկաման օդային, լավ ջրահեղացման եւ օրգանական նյութերով հարուստ հողախառնուրդով։ Յուրաքանչյուր հատված տեղադրում ենք մոտավորապես մինչև կեսը հողի մեջ թաղելով, թեև այդ պահին ակտիվ բողբոջներ չես տեսնի ոչինչ։ Շատ հաճախ լինում է, որ սկզբում արմատներն են դուրս գալիս, իսկ հետո նոր սկսում են բողբոջները բացվել։ Եվ շատ կարճ ժամանակում մեկ ճյուղից անցնում ենք մի քանի նոր մրգատու ծառ ունենալու լրիվ անվճար մագնո մեթոդով։ Եվ այսքանն էր այս հրաշալի մեթոդը։ Շատ արդյունավետ կայուն մեթոդ է, եւ ինչպես տեսար, կարելի է կիրառել գրեթե ցանկացած մրգատու կամ փայտային բույս տարածելու համար։ Եթե այս մեթոդը քեզ օգտակար էր, շատ շնորհակալ կլինեմ, եթե լայք դնես տեսանյութին, որովհետև դա շատ է օգնում, որ այն հասնի ավելի շատ մարդկանց։ Կիսվիր ես տեսանյութով նաև այն մարդկանց հետ, ում գիտես, որ սիրում են բույսեր, այգեգործություն կամ բույսերի բազմացում, որովհետև վստահ եմ նրանց համար էլ օգտակար կլինի։ Մեկնաբանություններում գրիր, թե որ բույսի կամ մրգատուի վրա ես փորձելու այս մեթոդը եւ նաեւ նշիր, թե որտեղից ես մեզ դիտում, որովհետեւ դա օգնում է, որ ուրիշ մարդիկ էլ հայտնաբերեն այս տեսանյութը։ Եվ եթե ուզում ես շարունակել սովորել այսպիսի պարզ ու արդյունավետ մեթոդներ, բաժանորդագրվի ալիքին եւ միացրու զանգակը, որպեսզի չկորցնես հաջորդ տեսանյութերը։ Մեծ գրքախառնություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։